Ողջունում եմ ձեզ ու էլի նևրոզներ, ինչի չի անցնում ձեր նևրոզը կամ ինչի չի բուժվում ճակերտավոր ասված նևրոզը։ Նախ առաջինը, որովհետև ինչպես բազմիցս ասել եմ, նևրոզ ասված ախտորոշում գոյություն չունի։ Գեներալիզացված տագնապային խանգարումը այլը, հետտրավմատիկ ստրեսը այլը, խուճապային խանգարումն այլը, սոցիոֆոբիան, ագորոֆոբիան այլ խնդիրներ են ու բնականաբար չի լինի մի դեղորայք, որը դուք խմեք ու բոլոր այդ խնդիրները ինքը լուծի։ Ու երևի հասկացաք, որ նշածներս էլ դրանք նյարդաբանական խնդիրներ չեն, այլ դրանք մտածական, էմոցիոնալ, վարքային ինչ-որտեղ, կարճ ասած հոգեբանական խնդիրներ են։ Հետևաբար պահանջում են հոգեթերապևտիկ մոտեցում, ոչ թե դեղորայքային։ Դեղորայքային մոտեցումը, այո, դեղորայքային բուժումը շատ հաճախ կարող որպես հավելյալ միջոց մեզ օգնի բուն աշխատանքում։ Ինչպես նաև շատ հաճախ կարող առանց հոգեթերապևտիկ աշխատանքի էլի տա դրական արդյունք, որը որպես կանոն լինում է ժամանակավոր։ Ու երևի թե դուք էլ շատերդ ունեցել եք նման փորձ, որ դեղորայքը օգտագործեք, լավ լինեք, հետո դեղը հանեք նորից կրկնվի։ Այսինքն, պատասխան համար առաջի ինչի չի բուժվում նևրոզը, որովհետև նևրոզ գոյություն չունի։ Երկրորդը, նևրոզ ասվածի հետ, տենց ասեմ, որ ձեր համար ավելի ընկալելի լինի, աշխատանքի հիմնական սխալները հասկանալու համար պետք է, տեսեք, մենք ասացինք, որ խնդիրը ինքը մտածական է, մտածելակերպային խնդիր է, ճանաչողական խնդիր է, թե ինչպես եք դուք ճանաչում առօրյա ձեր խնդիրները, առօրյա ձեր կյանքում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ, որոնք ձեր մոտ ինչքան ուժեղ են ստրեսային լինում, ինչքան ավելի ուժեղ են ազդում ձեր այդ նույն էմոցիոնալ իմունիտետի վրա, ու ինչքան նման իրադարձությունները ձեր մոտ շատ են լինում, այնքան ձեր տագնապայնությունը բարձրանում է։ Ու խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է փոխել մտածելակերպը, մտածելու ձևը, ճանաչողությունը, ու սենց ասած աշխարհ ընկալումը։ Իսկ դա կարելի է անել սովորելով, որովհետև այդ նույն մտածելակերպով, որով որ դուք հասել եք այդ խնդրին, բնականաբար նույն մտածելակերպով դուք այդ խնդիրը չեք կարող հաղթահարել, որովհետև այդ մտածելակերպով դուք արդեն հասել եք այդ խնդրին։ Ու ինչն է հիմնականում խանգարում, որպեսզի դուք կարողանաք ազատվեք այդ խնդրից։ Նախ առաջինը, ինֆորմացիայի պակասը, որ դուք չունեք համապատասխան ինֆորմացիա, ըստ որի որ պետք է շարունակեք ճանաչել, ասենց ասած, ձեր հետ կատարվելիքները։ Չունեք համապատասխան ինֆորմացիա, թե ոնց ճանաչեք այն, ինչ որ կատարվում է ձեր հետ, ձեր մարմնում։ Չունեք համապատասխան ինֆորմացիա, թե ոնց ճանաչեք այն, ինչ որ տեսաք կամ այն, ինչ որ լսեցիք, կամ միջազգային հարաբերություններում շատ հաճախ այդ լարվածությունները, որ առաջանում են, չունեք համապատասխան ինֆորմացիա, թե ոնց ճանաչեք կամ ոնց վերաբերվեք այդ ամեն ինչին, որ նման իրավիճակներն ու իրադարձությունները ձեր էմոցիոնալ, ասենց ասած, իմունիտետի վրա ավելի քիչ ազդեն կամ ընդհանրապես չազդեն։ Այսինքն պատճառ 1 ինֆորմացիայի պակաս։ Պատճառ 2 շատ-շատերը կան, որ կարող պայմանական նույնիսկ որոշակի խմբերի էլ բաժանենք։ Օրինակ մի խումբը դրանք են մարդիկ են, ովքեր անընդհատ փնտրում են ինչ-որ կախարդական միջոց, շակերտավոր ասած կախարդական, որ շատ արագ իրենց խնդիրը լուծելու է։ Գնաց այս ինչ տեղը խմեց, 2 շաբաթ խմեց, չօգնեց, վсё, էսի չեղավ, անցանք այն մյուսին, էդ էլ չի օգնում, այն էլ չի օգնում։ Գնացինք մոմ թափողի մոտ, գնացինք բախտնայողի մոտ, գնացինք նյարդաբանի մոտ 2 շաբաթ իր դեղերը խմեցինք, չօգնեց։ Գնացինք այս հոգեբանի մոտ 2 այց, գնացինք իր մոտ չօգնեց, գնացինք այս հոգեբուժի մոտ 3 այց, գնացինք էլի չօգնեց։ Անընդհատ փորձում են ինչ-որ արագ արդյունք ստանալ։ Արագ արդյունք ստանալ հնարավոր չի։ Ու այս պարագայում դուք ունենում եք լիքը ինչ-որ տարբեր խառը միջոցներ, տարբեր խառը մեթոդներ, որոնցից ոչ մեկին չեք էլ տիրապետում, նույնիսկ եթե դուք ստացել եք ճիշտ ինֆորմացիա կամ ճիշտ գործիքներ, որոնք ձեզ կարան օգնեն, որ դուք հաղթահարեք, դուք ստանում եք ոչ թե 1, ոչ թե 2 ու դրանց տիրապետում եք լավ, այլ դուք հավաքում եք, չգիտեմ, 10-50 տարբեր ինչ-որ բաներ, ու դրանցից ոչ մեկին էլ չեք տիրապետում ու չեք կարողանում աշխատացնել։ Ու երբ որ նման կերպով դուք շարունակում եք, խնդիրը միևնույնն է, չի լուծվում, ինչը արհեստական գերարժևորում է ձեր խնդիրը, որտես այսքան փորձեցի, մեկը չի անցնում, ուրեմն ինչքան վատ եմ ես, ուրեմն իսկականից չի բուժվում նևրոզը։
ինչը նաև արժեզրկում է այդ օգնության միջոցները։ Նույն եթե մի քանի հոգեբանի մոտ գնացիք 2-ից 1-ի մոտ, 2-ից 1-ի մոտ, 2-ից 1-ի մոտ, արդեն դառնում է, որ հոգեբանի հետ աշխատանքի ձեր արժեքն էլ, այդ արժեքն էլ է կորում, հավատնել այդ աշխատանքի հանդեպ թուլանում է։ Իսկ արդեն այդ թուլացած հավատով բնականաբար հետագայում արդյունք ստանալը ավելի դժվար է լինելու։ Մյուս խմբին կարանք դիտարկենք, մյուս խմբի մեջ կարանք մտցնենք այն մարդկանց, ովքեր կարդում են, կպած կարդում են, լսում են ինտերնետում, YouTube-ում, տարբեր ինֆորմացիաներ, տարբեր հավաքում են, այդ սաղ հասկանում են, կարդում են, հասկանում են, բայց ոչ մի բան չեն անում։ Այսինքն հասկանալը ուրիշ է, ներդնելը կյանք ուրիշ է, ու ոնց որ ունեմ սիրած համեմատություն, եթե հասկանանք, որ բաժակով ջուրը պետքա փոխվի, ինչքան ուզում ես հասկացի։ Հասկանալով չի փոխվի, պետքա վերցնես, տանես, լցնես, փոխես, այսինքն պետք են կոնկրետ հստակ գործողություններ, հստակ աշխատանք է պետք մտածելակերպի հետ։ Ու ինչքան էլ ուզում եմ ես սովորացնեմ, ինչքան էլ ուզում եմ դուք սովորեք, բայց եթե դուք չփոխեք այդ մտածելակերպը, ձեր մոտ էլի բան չի փոխվելու։ Երկրորդ խումբը սրանք են, որ հավաքում են ինֆորմացիա, հասկանում են, կարդում են, այս ամեն ինչն անում են, բայց վարք կոնկրետ, որ փոխեն, չեն անում, մենակ հասկանում են։ Եվ ինչա պետք է սպառագայում անել, որ դուք հստակ այդ ամեն ինչը հասկանալուց, սովորելուց հետո հստակ ներդնեք ձեր կյանք։ Օրինակի համար, եթե հասկացաք, թե ոնց է առաջանում սրտխփոցը, հաջորդ անգամ, երբ որ սրտխփոցը առաջանա, ոչ թե ճանաչեք հին ձևով, այլ հասկանաք, որ այդ պահին ստոպ տաք ու հասկանաք, որ մի րոպե, բայց ես արդեն կարդացել եմ, սովորել եմ, գիտեմ, որ էսի նորմալ է։ Ու այդ ժամանակ, երբ որ միտք առաջանա բավոր վсё-таки մի բան լինի, այդ ժամանակ դուք արդեն ձեր սովորած ձևով, որը որ սովորած կլինեք ձեր տեսանյութերից կամ կարդացած գրքերից կամ ձեր հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում արդեն այդ ձևով սկսեք մտածել։ Երբ որ այդ հերթական, ասենց ասած, բանիչսկիական խոճապի գրողը, երբ որ հերթականը ավարտվի, ոչ թե ձեր վերաբերմունքը ոնց որ միշտ լինի, որ լավ, այս անգամ էլ բրցանք։ Այլ մի րոպե, արի հասկանանք, ես որ եղավ, ես ինչ սխալ արեցի, որ տենց ուժեղացա, ոնց կարայի անեի, որ դրանից դաս քաղեք, այդ դասով դառնաք ավելի փորձառու, որ հաջորդ անգամ լինելով ավելի փորձառու, ավելի ճիշտ կարողանաք այդ ամեն ինչը ներդնել ձեր կյանք, ու ավելի հեշտ կարողանաք արժեզրկել ու ազատվել այդ ամեն ինչից։ Ու երբ որ արդեն 5 անգամ, 10 անգամ դուք կկարողանաք արժեզրկել ու ազատվել, արդեն էլ դուք չեք վախենա, որ բավոր նորից սկսվի։ Ու եթե խոսում ենք խոճապի գրոհի մասին, ապա կկարողանաք աստիճանաբար արդեն ազատվել դրանից։ Եթե խոսում ենք գեներալիզացված տագնապային խանգարման մասին, այսինքն որ ձեր կյանքում տարբեր իրադարձություններ, շատ իրադարձություններ դուք ընկալում եք որպես վտանգավոր, ինչը բարձրացնում է ձեր ընդհանուր տագնապայնությունը, արդեն ամեն երեկո դուք նստում եք, մի հատ օր ամփոփում եք, տեսնում եք, թե այդ օրվա ընթացքում ինչ իրադարձություն եղավ, որը որ դուք ճանաչեցիք որպես վտանգավոր, իսկ այդտեղ ուրիշ ոնց կարայիք ճանաչեիք, այդտեղ մի հատ սովորեցիք կամ ձեր ընկարտացած ձևերով կամ ձեր հոգեբանի, հոգեթերապևտի սովորացրած ձևով աշխատեցիք դրա հետ, հաջորդ անգամ երբ որ նման բան էլի 2 օր հետո, 3 օր հետո եղավ, արդեն են ձեր աշխատածը հիշելով փորձեցիք արդեն տեղում ուրիշ ձև այդ ամեն ինչը ճանաչել։ Ու երբ որ 50 հատ իրադարձության հետ աշխատեք, ու ամեն իրադարձությունից գոնե 10%-ով լարվածությունը պակասացնեք, 50 անգամ 10%, այդ արդեն կդառնա, որ 500%-ով դուք կպակասացնեք ձեր լարվածությունը։ Իսկ այդքան լարվածությունը պակասացնելու պարագայում ձեր մարմնի վիճակն էլ կկարգավորվի, ճնշումն էլ կկարգավորվի, օթերով կամ գլխապտույտն էլ կկարգավորվի, սրանք էլ արդեն կամաց կկարգավորվեն։ Կամ այդ նույն գլխապտույտը կամ այդ նույն օթերով վիճակը, երբ որ զգացիք, կարդաք, սովորեք, կամ ձեր հոգեբանը, կամ ձեր մասնագետը, կամ դուք ինքնուրույն հասկացաք դա ոնց է առաջանում, իմացաք դրա հետ ինչ պետք է անեք, հաջորդ անգամ որ զգացիք այդ ձեր մարմնում, ոչ թե նորից ֆիքսեք, որ վայ, էլի վատացա, այլ մի րոպե, օքեյ, արդեն գիտեմ, որ այս հենց եղավ, դրանից առաջացավ այս ինչը, բայց դրանից այս բաները չեն կարա լինեն, իստեղի չեն կարա լինեն ու ոնց առաջացավ այդ ամեն ինչը արդեն սովորելու վրա է։ Ինչը դուք կարող եք եւ ինքնուրույն ինքնակրթվելով եւ ընտրելով այն մասնագետին, ով ձեզ կսովորացնի այդ ամեն ինչը։
Այսքանով եթե ամփոփեմ, կասեմ, որ все-таки նևրոզը բուժվում է, ճակերտավոր ասած, նևրոզը բուժվում է, եթե մոտեցումը ճիշտ է լինում ու եթե դուք աշխատում եք ձեր վրա։ Եթե կուզեք, որ ես ձեզ օգնեմ այդ հարցում, մանրամասները արդեն կարող եք գրել անձնական նամակովել ու այս ամեն ինչի մասին, թե ոնց են առաջանում, ինչ է լինում, ոնց է լինում, եւ իմ Facebook-յան էջում մանրամասն տեսանյութեր կան, եւ Instagram-յան էջում մանրամասն տեսանյութեր կան, եւ իմ Telegram-յան ալիքում ռեգուլյար քննարկում ենք այդ տագնապային մտքերը, խոճապային խանգարումները, խոճապի գրոհները, կպչուն մտքերը եւ այլն։ Իսկ Telegram-յան ալիքի հղումը եւ այս տեսանյութի տակ կտեղադրեմ եւ Instagram-յան էջի բիոյում առկա։ Զբաղվեք, սովորեք։ Առողջություն ձեզ։